մեր եւ նրանց պատկերացումները, գոնե իմ պատկերացումները տղամարդ առաջնորդի մասին, այսպես ասած, խիստ տարբերվում են թերևս այդ գործիչների, կարող եմ ասել գործիչների, որովհետեւ նրանք եկեղեցականների նման չեն ներկայանում առնվազն քաղաքական տեքստերով, քաղաքական դիսկուրսով, մեր ընկալումները տարբերվում են, նրանց պատկերացրած տղամարդը առնվազն Հայաստանի սուվերենությունը կարելի է ասել զոհեց այլ երկրի շահերին եւ նրա իշխանությունից հեռանալուց հետո Հայաստանը գրեթե երևի թե 80-90% կախվածություն ուներ ընդամենը մեկ ուժային կենտրոնից, ինչն էլ բերեց նրան, որ Հայաստանի ընտրությունները արդեն իսկ դրանով պայմանավորված միայն արդեն այնքան սահմանափակ էին, որ ինչպես նշեցի, ստիպված են եղել տարբեր փուլերում նաև մեզ ստիպել են պայմանավորված իհարկե Արցախի անվտանգությամբ նաև կայացնել որոշումներ, որոնք որևիցե կերպ չեն բխել մեր ասելով ի նկատի ունեմ Հայաստանի շահերից։ Ինչ վերաբերում է եկեղեցին շատ վաղուց է դիրքավորվել քաղաքական դաշտում, անգամ եթե հետ չգնանք մինչև 20 թիվ, եկեք նայենք թե 2000-ականների վերջին հատվածում ինչ էր կատարվում, տարբեր եկեղեցականներ ինչպիսի հայտարարություններ էին անում, սատարելով Սերժ Սարգսյանի թեկնածությունը ընտրությունների ժամանակ, հստակ սա այն դեպքում, երբ որ եկեղեցին դեռ այն ժամանակ պիտի պահպաներ իր հոգևոր առաջնորդությամբ պայմանավորված իր նեյտրալ կարգավիճակը, նույնը շարունակվել է նաև նախորդ իշխանությունների իշխանության ժամանակահատվածում